պատրաստելու համար ինչ անհրաժեշտ։ Խմորիչը փոխարինել կարելի է խմորով, որը ավելի օգտակար։ Խմորը պատրաստելու համար անհրաժեշտ է ջուրը ալիվը պահելի 3 օր, տաք տեղում ու բնական ճանապարհով օգտագործում ենք մի փոքր, այդ խմորից ստանում ենք 6 քանակ։ Իսկ խմորիչը գիտեք, գաճապն է համստերում, լինում է 4 խմորիչ, լինում է 4 խմորիչ, երկու տեսքով է լինում, սովորական սպիտակ ալյուր է, բայց կա նաև օգտակար ալյուր, այդ սև ալյուրը կոչվում ենք ամբողջահատիկի ալյուրը չզտված, հենց թեփը մեջը, ցորենի թեփով ալյուրն է, որը օգտակար է, վիտամիններով ավելի հարուստ, ածխաջրերով հարուստ, լավաշ սայ, ձեռքերը պետք է ալյուրեք, գուլամաժ ենք խսելու, որ այն օրը չկան կետում, որ դա ստանանք, եթե դա չկան հատուցունի, կաշիկ կապի, կլինի չոր, այս խմորը 100 գրամից ավել է։ Այո, սա այլուր կան, որորի դա։ Հիմա տեսեք, հացի տեսակներ կա, չէ, մատնաքար, ծաղի կապնես, վրացական շոթահատ։ Հիմա ձեռքերը գուլամաժով անում, իջում են գուլամաժով ու ձևավորում եմ այդ ձեր իմացած մատնաքաշ։ Այդ տանում են բապանին, այսպես, տեսակ ոնց շատ սիրուներ Գունդանեմ, տապանեմ, ալյուր ցանեմ Զգացի ծանոթի ստրեսի զգացողությունն է սխմը սանցի ստրեսով սխմես Դու Դավիթ, դուր եկավ քեզ հաց Ես պրոստը հավեցի նոր անթաց դիամի խմորը Ես էլ ուղղակի շատ եմ հաց սարքել Մենք այսօր ինչ իմացանք, որ Սեբաստացի հացը Այստեղ Եվ շատ համեղ է Երբ որ ուտում են շատ համեղ է, քանի որ հավելյալ նյութեր չկան Հացը սարքում են իր այդ սարքելու գործիքում, երբ նա սկսում կպնում, պետք է ավելի լսանում վարդը չկպնում Այո, ձեռքերին էլ եթե ալյուր ես անում Եվ դի խմորը շատ տարուր չանես Այո, Թե չէ ինքը կաչորանում ու հետո շատ պինգ կլի կեցեք Եթե խմորի վրա բալայած չանես, ուրեմն ինքը լավ չի կարմրի ու դերակորոչկան չի լինի Լավ Պետք է հաստ չսարքենք, բարակ սարքենք, որովհետև չի հասցնի Ներով և հասկացա, համ հավեսա, համ օգտակար բաներ են պատրաստում Ամեն հեշտ Հեշտ է Սիսենորը իրանց չեմ թխել խմորը Տակ շատ համեղ կլինի Չեն հանեցին ապրով, Համեղ է